Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգությամբ իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնին։ Բարև ձեզ, պարոն Հուսեյնի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Նույնպես է, շնորհակալություն հրավերի համար։ Խոսենք Հայաստանի սահմանում տիրող լարված իրավիճակից 2 ամսից ավել, ինչ Ադրբեջանը միտումնավոր լարվածություն է ստեղծում։ Վերջին շրջանում նկատելի է, որ թիրախային է կրակում բնակավայրերին վնասելու նպատակով։ Ինչ նպատակ ունի Ադրբեջանի այս լարվածության ստեղծումը, կարծում եք, եւ ինչ զարգացումներ կարող են լինել։ Ադրբեջանի կողմը միշտ ագրեսիա է կատարել Հայաստանի տարածքների վրա եւ սահմանների վրա։ Դա իրենց քաղաքությունի մեջ է մտնում, փորձում են այդպիսի ռազմական միջոցներով, ագրեսիայի միջոցներով ճնշում գործադրեն Հայաստանի վրա, որովհետեւ մինչև խաղաղություն պայմանագրի ստորագրություն փուլը կարողանան մաքսիմում ստանան, մաքսիմում զիջումներ ստանան Հայաստանի կողմից, դա իրենց քաղաքություն է, իրենց գործառավոճ է, դա նորություն չի, միշտ բոլոր ժամանակահատվածներում այդպես են գործել եւ իրեն փորձում են անգանություն մեծանան դարաշրջանում, դրանով կարողանան շահեր ստանան։ Դուք կարծում եք դա պայմանավորված է խաղաղության պայմանագրի կնքմամբ, որովհետև կարծիքներ կան, որ հենց ճանապարհի հարցն են ուզում կրկին օրակարգ բերել Սյունիքով ճանապարհը եւ լարվածությունը հատկապես Սյունիքի հատվածում դրանով է պայմանավորված։ Ճանապարհի հարցը միշտ իրանց օրակարգում է, անգամ երբ լերում են դրա մասին, դա մեծ իրեն ծրագիր է, բան-թուրքական ծրագիր է, Թուրքիա եւ Ադրբեջանի դարավոր ծրագիր է եւ մենք չենք կարող ասենք, որ ինչ-որ փուլով իրան ձեռք են քաշում այդ ծրագիրից, իրանց երազանք է տարիներ շարունակ, երբ որ արից ունենան, երբ որ հնարավորություն ունենան, իրեն կփորձեն բազեն այդ ճանապարհը, կփորձեն այդ սպառնալիքները իրականացնեն եւ մենք համ Հայաստանը, համ Իրանը, որ ուղիղ շահառու են այդ Զանգեզուրի միջանցքին, այսինքն իրանց համար, իրանց անվտանգությունի համար լուրջ վնասակար է, լուրջ սպառնալիք է, տարածքային ամբողջականությունի համար Իրանի եւ Հայաստանի կարմիր կեցեր են, Հայաստանի դրանից պիտի միշտ պատրաստ լինել, դիմադրել, դիմակայել նման սպառնալիքները եւ իրենց կողմից նկերտումները Սյունիքի վրա։ Բայց Թուրքիայի նախագահը ակնկալում է, որ դուք այդ հարցում կօգնեք, մասնավորապես Իրանը այդ հարցում կօգնի, նա մասնավորապես նշում է, որ ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա սա ոչ միայն Ադրբեջանի եւ ամբողջ Ադրբեջանի համար ցամաքային ճանապարհ է, այլև Թուրքիայի միջոցով թուրքական աշխարհի ինտեգրման նորգիծ։ Այս միջանցքի բացումը հնարավորինս կարճ ժամանակում կամրապնդի հարավային Կովկասի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Մենք ակնկալում ենք, որ Իրանը կաջակցի այն քայլերին, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղությանը եւ զարգացմանը։ Հետաքրքիր է թուրքական կողմի մոտեցումը, որովհետև Իրանը վերջերս եւ միշտ էլ ճանապարհը տարիներ շարունակ ճանապարհը տրամադրել Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանը Նախճավանին կապող ուղի ունենա եւ հիմա ավելի բարելավ ճանապարհը տրամադրում Ադրբեջանին, որովհետեւ Նախճավանին միանա, եթե Թուրքիայի նախագահի հայտարարությունները տարածաշրջանի զարգացումը, տարածաշրջանի խաղաղությունը, այդ ճանապարհը Ադրբեջան ունի մինչև Նախճավան, այդ ճանապարհից ավել ինչ են ուզում, որ բեսի այդպես կպել են Զանգեզուրի միջանցքը, բարձը իրանց ուզած է, բազը իրենց նկերտումներ ունեն Սյունիքի վրա, բազը որ իրենց չեն ուզում վրայսկությունը լինի այդ ճանապարհների վրա Հայաստանի կամ երրորդ կողմի վրա, իրենց ուզում են վրայսկեն այդ ճանապարհը եւ իրենց տարիներ շարունակ երազանք կատարեն թուրքական դենց մեծ շրջան սկսեն տարաշրջանը սկսեն եւ ամբողջ տարածաշրջանը
դրանով ասում են Թուրքիայի միջոցով թուրքական աշխարհին ինտեգրման նոր գիծ է դա լինելու։ Իհարկե, իրենց նկերտում է, իրենց երազանքը եւ մենք պետք է ամեն ինչ անենք։ Իհարկե, Իրանի կողմը բազմիցս նշել է մեր համար կարմիր գիծը, ինչպես Թուրքիայի նախագահը ագենգալում է Իրանի աջակցությունը իր կարմիր գիծի վրա, իր ուղիղ անվտանգությունի սպառնալիքի վրա իրենց մոտեցում է փորձում են Իրանին համոզեն, բայց բարձ է որ Իրանի համար դա անընդունելի է բազմիցս Իրանը պատերազմից Արցախի պատերազմից հետո 2020 թվականից հետո հայտարարել է Իրանի բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս նշել են որ դա մեր համար անընդունելի է մենք երբեք թույլ չենք տալիս այդ ծրագիրը կայանա նույն Էրդողանը հարցազրույցներից մեկը ասել է որ միայն մինչև հիմա Իրանի գործուն է եղել որ դա Զանգեզուրի միջանցքը չի իրականացնել, սա ցույց է տալիս միայն իրական դիմադրական ուժը, որ թույլ չի տալիս Զանգեզուրի միջանցքը իրականություն դառնա, դա Իրան է, բազի դա Հայաստանը հայտարարել է, բայց Հայաստանը դիմադրությունը այդ մակարդակի չի, որ այդ Թուրքիայի բանակին կամ Ադրբեջանին Իսրայելի համագործակցություն կարա դիմանա։ Դա Իրան է, որ կարա ազդեցություն գործի, համ քաղաքական փորձում է մենք տեսնում ենք վերջերս շատ ակտիվ է Ադրբեջանի հետ, որովհետեւ ազդեցություն գործի դիվանագիտական եւ չզոքացնի այդ վտանգը Այսինքն բանակցություններում հիմնական թեման նաև դա է Իրան-Ադրբեջան։ Մինչև հիմա իհարկե Իրան եւ Ադրբեջանի հիմնական հարաբերությունները հիմա զվավորվել է Սուննիկի մարզի Զանգեզուրի միջանցքի չզոքացման իրենց ազդեցությունների Իրանի ազդեցությունը մեծացնել է եւ իրան զսպել է նման ներդրումները նման ագրեսիա գործել է մինչև հիմա հաջող է եղել Իրան եւ նաեւ Իրան Բայց եթե բանակցություններ են ընթանում, ապա ինչու է դրան հաջորդում կրկին Ադրբեջանի հայտարարությունները, այսինքն համաձայնության չեն գալիս, ինչ խնդիր կա։ Միանշանակ իրանց բնդում են, որովհետեւ Ադրբեջանը անկախ չի գործում, թուրքական ազդեցությունը մեծ է իրանց վրա օրակարգ պահելու այդ ծրագիրը Զանգեզուրի միջանցքը ճակերտավոր Իսրայելի գործունը շատ մեծ է, դրա համար Իրանը հակակշռով այդ ուժերին իր ողեմին թշնամի Իսրայելին եւ ամենամեծ տարածաշրջանում մեր սակիցին Թուրքիային դրա համար փորձում է բարձր մակարդակով պահի իր դիվանագիտական գործունեությունը Ադրբեջանի հետ, որովհետեւ կարողանա չզոքացնի այդ վտանգները, որ կարող է կա։ Իրանը ինչքան Իրանի ազդեցությունը մեծանա Ադրբեջանում այդքանով կնվազի Թուրքիայի եւ Իսրայելի ազդեցությունը իհարկե կարող է իրականություն շատ չի թվա, բայց ինչ որ չափով կարող է պահել եւ զսպել Ադրբեջանին մինչև հիմա կարողացել է Իրանը դիվանագիտական եւ նաեւ ռազմական զորավարժությունների միջոցով եւ այլ միջոցներով կարողանա զերծ պահի Ադրբեջանին նման ագրեսիայից, բայց տեղական ագրեսիա իհարկե կա տեղի ունենում, բայց խոսքը գնում է լայնազավալ գործողություն, որը այն ժամանակ Իրանը լուրջ կդիմադրի դրա մասին Այսինքն գործողությունների կգնա դեռ Իրանը հստակ չի ասում դրա մասին, բայց Հայաստանում Իրանի պաշտպանություն նախարարությունի այս է եւ իր հայտարարությունը հենց Երևանում, որ մենք թույլ չենք տալիս Զանգեզուրի միջանցքը իրականանա, մենք թույլ չենք տալիս, մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնաիշխանությունը միանշանակ, սա ցույց է տալիս
երբ որ ռազմական գործիչի շերտունքով է դուրս գալիս այդ հայտարարությունները, ցույց է տալիս դա ինքը քաղաքական գործիչ չի, քաղաքական հայտարարություններ չի անում եւ բարձ է ինչի մասին է խոսքը։ Իսկ Թուրքիայի նախագահի այս հայտարարության արդյոք պաշտոնական պատասխան տրվել է Իրանի կողմից եւ ինչու է Էրդողանը արդեն այս հարցը դարձնում իր համար օրակարգային եւ դիմում Իրանին, այսինքն իր ներգրավվածությունն է ուզում ցույց տալ։ Իհարկե ուզում են Իրանին համոզեն, բայց բարձր որ Իրանը չի համոզում դրա մասին եւ դեռ մենք չենք ունեցել պաշտոնական հայտարարություն դրա մասին, որովհետեւ հենց 2 օր առաջ է եղել, դեռ հայտարարություն չի եղել, բայց Իրանի դիրքորոշումը բարձ է իրենց համար եւ գերգենել է անիմաստ է, որովհետեւ իրենք գիտեն Իրանի դրամատուրգությունը դրա մասին։ Այսինքն որ այդ հարցում համաձայնության չեք գա Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ։ Միանշանակ ոչ։ Ադրբեջանի նախագահը նշել էր, որ Իրանի հետ ճանապարհը կառուցվում է, կամուրջի կառուցման մասին էր խոսել եւ ասել էր, թող Հայաստանը որոշի, եթե չի տալիս ճանապարհ, մենք Իրանով այդ ճանապարհը կունենանք, աշխատանքներ էլ տանում ենք, թող Հայաստանը մտածի, որ ինքն է շրջափակված մնում։ Հիմա ինչ փոխվեց, որ նորից կենտրոնացան այս միջանցքի գաղափարի վրա։ Դրանով Հայաստանը շրջափակման մեջ չի մտնում, Իրան այդպես են ուզում են ներկայացնեն, որովհետեւ Հայաստանը եթե ճանապարհ չի դրամադրի Ադրբեջանում մեծ բան է գործում, բայց նման բան չկա, ավելի մեծ Հայաստանի համար հնարավորություն է բազը Փարսից ծոց Սևզով զրագիր է Հնդկաստանից եւ ճանապարհը հյուսիս հարավ ճանապարհը նաեւ, որը հնարավորություն է տալիս ասիական երկիրները Հայաստանի միջոցով միանան Եվրոպա, Եվրոասիական միությունը եւ դա է Հայաստանի ամենակարևոր ռազմավարական ներգրավումը այդ ծրագիրներին, որը կարա ունենա եւ թուրքական պետությունների միացնում է իրենց ճանապարհ դրամադրությունը, այդքան էլ Հայաստանին մեծ բան չի տալիս, հակառակը սպառնալիքները շատանում Հայաստանի շուրջ եւ տեսնում ենք դրանից հետո Իրան չեն կայանում միայն ճանապարհներով չեն սահմանափակում, հետո անվտանգությունի խնդիր կբարձրացնեն այդ ճանապարհների շուրջ, հետո ազերբայջանցիների վերադարձը Սյունիքում կամ Հայաստանում կբարձրացնեն, էդի ծրագիրի մի մաս է, եթե ճանապարհ դաս, բարձ է որ իրեն կփորձեն այլ բաներ էլ ստանան, մտնում են այլ փուլեր եւ ընդհանրապես իրանց համար Հայաստանի գոյությունը իրանց համար խնդիր է եւ փուլափուլ ուզում են այդ խնդիրը լուծեն, դա է իրանց խնդիրը եւ մեր երկու երկիրները Հայաստանը Իրանը համագործակցելով անվտանգությունի շուրջ կարան այդ սպառնալիքները չզոհացնեն։ Իրանը Ադրբեջանի հետ զորավարժություններ իրականացրեց, նաև Հայաստանի հետ, բայց շատ կարճ տևեց, մի քանի օր, եթե չեմ սխալվում, ինչ վտանգ էիք տեսնում եւ ինչ խնդիր կար։ Տեսեք, վերջին զորավարժությունները, որ Իրանը անում է համ Ադրբեջանի, համ Հայաստանի հետ, մի ծրագիրի մասն են, որովհետև Իրանը արդեն ուզում է իր ռազմական ներկայությունը ապահովի Հարավային Կովկասում, բազ այդ երկու երկրների հետ զորավարժություններ է անում, որովհետեւ իր ռազմական ներկայությունով կարողանա իր ուժով ապահովի անվտանգությունը տարածաշրջանում, մենք տեսնում ենք, որ Իրանը հիմա բանակցությունների փուլի մեջ է, բանակցությունների մեջ է Միացյալ Նահանգների հետ եւ սպառնալիք կա, եթե այդ բանակցությունները զախողվի, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հարձակում կկատարեն, ագրեսիա կկատարեն Իրանի դեմ եւ եթե Իրանի դիրքերը թույլանա, համադանգությունի դիրքերը թույլանա տարածաշրջանում, Իրանը մտահոգված է, որ երկրորդ ճակատ է լինի Հարավային Կովկասում Իսրայելի կողմից համագործակցելով
Ադրբեջանի հետ դրանից է բայնավորված, որ Իրանը փորձում է երկու երկրների հետ զորավարժություններ իրականացնի եւ Հայաստանի հետ առաջին զորավարժությունը եկավ մի քիչ սահմանափակ, որովհետեւ դա թաբու էր տարածաշրջանում այլ ուժերի համար, որ ներկային մի քիչ զգայուն են Իրան-Հայաստան ռազմական համագործակցությունների մեջ, ինչ որ խաղացողները, ովքեր որ խաղացողներ են Հարավային Կովկասում, իրանց համար մի քիչ թաբու էր, անգամ Ադրբեջանի համար էլ թաբու էր, Թուրքիայի համար էլ թաբու էր եւ այլ երկրների համար, գերուժների համար էլ թաբու էր, դրանով փորձեց Իրանը շոշափի դրամատուրգները դիմադրությունները եւ տեսանք, որ այդքան լուրջ արձագանքներ չկան եւ մյուս փուլը իմ կարծիքով, իմ սեփական կարծիքով ավելի լայնազավար կլինի, դա չի սահմանափակում այդ մեկ զորավարժություններով, ինչպես որ Ադրբեջանի հետ քանի անգամ զորավարժությունների շարք է շարունակել, Հայաստանի հետ էլ շարունակում է զորավարժությունները եւ մյուս փուլերը իմ կարծիքով ավելի լայնազավալ կլինեն։ Իրանի փոխարտգործնախարարը երբ Երևանում էր օրերս նշեց, որ իրանական կողմը պլանավորում է Իրանի նախագահի Մասուդ Փեշեշքյանի այցը Հայաստան, այս առումով արդյոք ժամկետներ կան եւ որն է լինելու հիմնական նպատակը։ Փոխնախարարը նշեց, որ դեռ ժամկետները նշված չեն, բայց նախապես կազմակերպում են այդ այսը, պետք է տեսնենք որ ժամկետով է լինում, պետք է ասենք, որ Իրանի նախագահի այսը Հայաստանում նախատեսված էր նահատակված նախագահ Ռեյիսի կողմից ժամանակ, որ ինքը Իրան եւ Ադրբեջանի սահմանունից վերադարձից հետո Իրան կազմակերպում են, հետո Հայաստանի այսը դեպք է տեղի ունեցավ, հետո նախագահ Փեզեշքյանի Իսրայելի հետ խնդիրները խոչընդոտեց մինչև հիմա, որ այսը կատարվի, հիմա այդ ժամկետները քննարկում են, որ որոշեն, որ Իրանի նախագահի այսը տեղի ունենա Հայաստան եւ դա ցույց է տալիս վերջերս Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների այսը Հայաստանում նախ արտաքին գործերի նախարարը, հետո պաշտպանությունի նախարարը, հետո նախագահի այսը ցույց է տալիս մեր երկու երկրների մեր հարաբերությունների, քաղաքական հարաբերությունների նոր թափ է, Իրանը փորձում է իր դիրքը ամուր բահի տարածաշրջանում եւ դրանով աջակցի Հայաստանին, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, որ մեկնում են Հայաստանը, շեշտում են Հայաստանի կարևորությունը Իրանի համար, շեշտում են Հայաստանի տարածքային ամբողջականությունի աջակցությունը Իրանի կողմից եւ ինքնաիշխանությունը եւ դա մեսեջը կարա բոլոր կողմերին լինի։ Իսկ Հայաստանի իշխանությունը որքանով է կարևորում Իրանի աջակցությունը։ Անկախ ինչ տեսլական ունենան Հայաստանի տարբեր ժամանակներ կառավարությունը, Իրանի հետ հարաբերությունը Հայաստանի համար իհարկե կարևոր է, իհարկե ռազմավարական է, Իրանի արտաքին գործերի փոխնախարարը նշեց, որ Իրան եւ Հայաստանը մենք կարանք այս փուլում գնահատենք, որ մենք արդեն մտնում ենք ռազմավարական համագործակցությունների փուլ, դա ցույց է տալիս երկու երկրների համար, Իրանի համար, Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները ինչքան կարևոր են, Հայաստանը կարա Իրանի միջոցով զսպի իր հակառակորդին, զսպող ուժ է հանդես գալիս տարածաշրջանում եւ Հայաստանը Իրանի օգնության կարա որոշ անվտանգությունի խնդիրներ լուծի,
Հայկական կողմից կա է ցանկությունը ռազմավարական համագործակցության։ Դե մինչև հիմա թաբու էր, ինչպես ասեցի, այդ զորավարժությունը եւ դրանից հետո Իրանի պաշտպանություն նախարարությունի այս է ցույց է տալիս, որ մեր ռազմական եւ անվտանգությունի համագործակցությունը նոր փուլ է մտնում եւ դրանից մենք արևմուտքի կողմից այդքան լուրջ արձագանքներ չենք տեսնում, այսինքն մենք տեսնում ենք այդքան էլ լուրջ խոչընդոտ չի գա իրականում, ինչպես նախկինում կա։ Ունեք բացատրությունը։ Կա իհարկե հենց այդ զորավարժությունն է եւ Չէ, որ առաջվա նման զգայուն չեն ընդունում։ Ինչով է պայմանավորված։ Որովհետև ինչպես արևմուտքի լուրջ ներկայացիչ է դարաշրջանում Ֆրանսիայի ներկայացիչը Հայաստանում մի անգամ դրա մասին խոսեց իր Ֆրանսիայի դեսպանը, ասաց, որ ըստ հարավային Կովկասի մենք իհարկե ունենք շատ բազմաթիվ հակասություններ Իրանի հետ, բայց այս հարավային Կովկասի տարածաշրջանում մեր շահերը նույնն են, մենք այստեղ հակասություն չենք տեսնում Իրանի հետ, որոշ երկիրները, իհարկե եվրոպական երկիրները այդ հակասությունները չեն տեսնում եւ մենք տեսնում ենք անգամ տնտեսական հարաբերությունները Իրանի այդ հյուսիս-հարավ ճանապարհի ասիական բանկը, որ ֆինանսավորում է առանց բաժամիջոցների խնդիրներով իրանական ընկերությունները գալիս են մեգանախագիծներ են իրականացնում Հայաստանում, նաև եվրոպական բանկի աջակցությունով եւ ֆինանսավորումով Հայաստանի մաքսակետը պետք է վնորոշի, այսինքն շատ տնտեսական եւ վերջերս անվտանգությունի հարաբերությունների հարցով արևմուտքը աչք է փակում եւ խանդավառ չի մոդիկանում Իրան-Հայաստանի հարաբերություններին, Իրանի մոդեցում էլ փոխվել է, առաջ ավելի շատ կոշեր վերաբերվում Հայաստան եւ արևմուտքի հարաբերությունները եւ հիմա տեսնում ենք ինքը բարոն դեսպանը վերջերս ասաց, որ մենք խնդիր չենք տեսնում Հայաստան եւ արևմուտքի Եվրոմիությունի հարաբերություններին, մենք խնդիր չենք տեսնում, եթե դա կապված է Հայաստանի զարգացումը, մենք միանշանակ կողմ ենք, միայն մեր խնդիրը դա է, որ իրենք երրորդ կողմերը չի խոչընդոտեն, չի խանգարեն Իրան եւ Հայաստանի հարաբերությունների մինչեւ այդ սահման, եթե պահպանում է, մենք խնդիր չենք տեսնում Հայաստանի հարաբերություններ, Հայաստանը անկախ պետություն է եւ կարող որտեղ իր շահերը տեսնում հարաբերությունները այստեղի, եթե իհարկե Իրանի դեմ չի լինի այդ հարաբերությունները։ Բայց նկատելի է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կրկին ակտիվացել են եւ պահանջներ են առաջ քաշում եւ հետեւողականորեն ամեն օր այդ մասին ամենօրյա ռեժիմով խոսում են բարձր մակարդակով, նախ ճանապարհի հարցն է, որը այսպես չլուծված ժամանակ առ ժամանակ իրենք այդ թեման թարմացնում են եւ հիմա նոր պահանջ, որը ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը խոսում է, դա ադրբեջանցիների Հայաստան գալ եւ ապրելն է, նույնիսկ Թուրքիայում կոնֆերանս արեցին, միջազգային մեծ կոնֆերանս, իբրև թե կա այդպիսի համայնք, ներկայացուցիչներ եւ իրենք ուզում են վերադառնալ Հայաստան։ Իրանը այս հարցում ինչ դիրքորոշում ունի եւ ինչ քայլեր կաջորդեն, եթե նման գործընթացներ սկսվեն։ Ինչպես նշեցի, Զանգեզուրի միջանցքը դա մեկնարկ է լինելու մեծ փոփոխություն դարաշրջանում, իրեն ուզում են ամբողջ դիրան, ամբողջ Սյունիքը, հետո ամբողջ Հայաստանը, Հայաստանի գոյությունը իրանց համար խնդիր է, ոչ թե միայն ճանապարհը իրանց խնդիրը ճանապարհ չի, ինչպես ասեցի, Իրանը դրամադրում է այդ ճանապարհը, ինչի մասին է խոսքը, եթե Իրան նպատակներ քաղաքական ծրագրի համար է պետք է նպատակներ ունեն եւ դրա համար էլ Իրանը ոչ միայն Հայաստանի իր կարմիր գիծը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը, գեոպոլիտիկ փոփոխությունը տարածաշրջանում, անգամ Իրանը նշել է, որ էթնիկ փոփոխությունը մեր համար կարմիր գիծ է, էթնիկ փոփոխությունը նկատի ունի նաև ազարբայջանցիների վերադարձը, նաև արցախցիների վերադարձը Արցախում, այսինքն Իրանը բազմից
էս նշել է, որ մեր համար անընդունելի է Բեռնի դեղահանումը եւ պետք է արցախցիները բարոն Դեսպանը նշել է իր մի անգամ, որ պետք է վերադառնան իրանց հայրենիք է, էթնիկ փոփոխությունը մեր համար անընդունելի է Արցախի Բեռնա Բեռնի ուժով տեղահանումը էլի էթնիկ փոփոխությունի մեջ է մտնում, որ Իրանի համար անընդունելի է նաև ազերբայջանցիների վերադարձը տարածաշրջանում, Հայաստանում Իրանի համար այս հարցերը քննարկվում է բանակցություններում Ադրբեջանի հետ։ Այդպես չեն հրապարակել նման բանի մասին, բայց բազմիցս Իրանը նշել է ոչ միայն դարաշքային ամբողջականությունը մեր համար կարմիր գիծ, այլ էթնիկ փոփոխությունը։ Էթնիկ փոփոխությունը համ Ադրբեջանի վերադարձի մասին է խոսքը, համ արցախցիների։ Հայաստանի իշխանությունը այս հարցում անզիջում է, դուք կարծում եք, վերադարձի հետ կապված։ Հայտարարությունները, որ տեսնում ենք, իհարկե ասում են, որ մեր համար անընդունելի է, բայց պետք է տեսնենք, որ խաղաղությունի համար ինչ զիջումները պատրաստ անի Հայաստանը, խաղաղությունի այդ վերջնակետ սահմանը ինչ է, ինչքան կդիմադրի Ադրբեջանին, դա պետք է տեսնենք ընթացքում ինչ է կատարվում, բայց միանշանակ Իրանը դեմ է նաև այդ ճանապարհների ապաշրջապատման ճանապարհների երրորդ կողմերի վերահսկությունը միանշանակ ասում է Հայաստանի վերահսկությունի տակ պիտի լինի այդ ճանապարհները։ Այս հարցը նաև Ռուսաստանի հետ է քննարկում Իրանը, երբ որ ասում է երրորդ կողմ է, նկատի ունի անգամ Ռուսաստանը, այսինքն Իրանի համար ոչ մի կողմ է շրջանությունի մեջ էին մտնում, որ եվրոպական ինչ-որ կազմակերպություն, անվտանգային կազմակերպություններ կան, վերահսկեն միջնորդ կազմակերպությունները վերահսկեն, կամ Ռուսաստանը ինչ-որ 9-րդ կետ է նոյեմբերի 9-ի հայտարարություն, դա Իրանի համար անընդունելի է, Իրանը հստակ ասում է, որ Հայաստանի վերահսկություն պիտի լինի ամբողջ այդ ճանապարհները, եթե ապաշրջափակում է, դրա համար էլ Իրանը տրամադրել է ճանապարհ Ադրբեջանին, որպեսզի իրենց առիթ չի լինի, բայց տեսնում ենք, որ կապ չունի, շարունակում կարևոր չէ։ Իսկ երեք գումարած 3 ձևաչափի մասին ինչ կարծիք ունեք, Սերգեյ Լավրովը երբ Հայաստանում էր, խոսեց այդ հարթակում բանակցություններ սկսելու համար։ Դուք ինչ կարծիք ունեք եւ արդյոք խաղաղության համաձայնագրի հարցը կարող է այդ ձևաչափով հանգուցալուծվել կամ լուծում ստանալ։ 3+3 ֆորմատը ինչի համար նախ սկսենք ինչու համար Իրանը ներգրավեց այդ ֆորմատի մեջ, որովհետև միայն բանակցություն ֆորմատ էր, որ Իրանը կարա ներկայություն ապահոver եւ իր շահերը եւ նաեւ Հայաստանի շահերը պաշտպանի, մյուս ֆորմատները եվրոպական ֆորմատը կամ Մոսկվայի ֆորմատը բանակցությունները Իրանը ներգրաված չէր բանակցությունների, միայն այդ ֆորմատ էր, դրա համար Իրանը աջակցում էր այդ ֆորմատը, միայն ֆորմատ էր, որ Իրանը կարա իր խոսքը ասեր, իր ազդեցությունը գործեր, եւ հիմա այդ ֆորմատը ավելի շատ խորհրդական դենս ժողով է դարձել, այդքան արդյունավետ չի կարողացել գործի, որովհետև այդ երկիները, որ ներկա են այդ ֆորմատում, շատ հակասություններ ունեն, շահերի բախում կա, մեծ շահերի բախում կա իրենց մեջ եւ դա միայն ինչ-որ սիմվոլական դարձել է, խորհրդակցական ֆորմատ է դարձել եւ իրատեսական չեք համարում, որ այդ ֆորմատը կարող է լուծումներ լինել։ Ստորագրումը պայմանագիրի կարող է այդ ֆորմատով լինի, նայած կողմերը ինչ են ուզում են այդ ֆորմատի մեջ ստորագրեն խաղաղությունի պայմանագիրը թե ուղիղ երկու կողմանի լինի կամ եվրոպական միջնորդություն լինի, դա երկու կողմից է կախված, կարա լինի այդ ֆորմատի մեջ, բայց այդքան չի նշանակում այդ ֆորմատի
միջոցով է կայացել իր Հայաստան եւ Ադրբեջան ուղիղ բանակցություններով կարողացել են այդ կետերը մեջակեն հիմա բարձ չի ոչ մեկի կողմի համար ինչ կետեր են հետո կբարձվի բայց ուղիղ բանակցություններով երկու կողմով են համաձայնություն եկել Հայաստան եւ Ադրբեջանը մտահոգություններ ունեք այդ կետերի հետ կապված իհարկե Իրանը որ կարող է նաեւ Իրանին վերաբերող կետեր լինել Իհարկե կարող է մտահոգված ենք Իրանը, որ ճանապարհները լուծումը ինչպես է լինում, եթե այդ կետեր լինի կամ այլ խնդիրներ, որ ուղիղ կապված է Իրանի անվտանգությունի հետ, Իրանի շահերի հետ, որը համապատասխանում է նաև Հայաստանի շահերի, Հայաստանի անվտանգությունի հետ։ Փոխկապված են։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ինչ ընթացք կստանան, Թրամփը ամեն դեպքում սպառնում է, ասում է, եթե համաձայնության չկանք, հնարավոր է ուժով հարցեր լուծենք։ Ինչ կարող է լինել։ Մինչև բանակցությունների առաջին փուլը այդ սպառնալիքները կային, դրա համար Իրանը հրաժարվեց սպառնալիքների ներքո ուղիղ բանակցի Միացյալ Նահանգների հետ ասած միջնորդված եմ բանակցելու բանակցությունները պիտի լինի հավասար դիրքով եւ արդար այդ գիծը այդ քաղաքությունը մինչեւ հիմա Իրանը պահպանում է եւ մի քիչ փոփոխություն է եղել սկզբից մինչեւ հիմա ավելի շատ ագրեսիվ հայտարարություններ էր անում Միացյալ Նահանգները, բայց Թրամփի այցից հետո տարածաշրջանում արաբական պետություններին Արաբիա Սաուդիը եւ Իմարաթը եւ Կատարի այցելությունի ժամանակ մի քիչ դրամատուրգիությունը փոխվել է Միացյալ Նահանգները մենք ականատես ենք մի քիչ Իսրայելից հեռացել է իր ազդեցություններից եւ դա վկայում է Վալսի Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունի խորհրդականի հերացումը կառավարությունից ինքեր շատ պատերազմ էր պահանջում Իսրայելը մեծ լոբինգ ունի Միացյալ Նահանգներում Թրամփի կաբինետում էլ կան այդ լոբինգը եւ իրենց դիրքը ավելի թույլացել է հիմա ավելի շատ ովքեր որ բանակցությունների միջոցով են ուզում հարցը լուծի իրեն ավելի դիրքը ավելի բարձ է մեկ հարց էլ որ կա Թրամփը քանի տրիլիոն դոլարի պայմանագիր կենքեց այդ երեք արաբական պետությունների հետ դրա համար անվտանգությունի միջավայր է պետք եթե Թրամփը ուզում է հրաժարվի այդ ներդրումներից այդ հստակական պատմական ներդրումներից որ քանի տրիլիոն դոլար է դա դրա համար կարա հարցակում կատարի Իրանի համար եւ ամբողջ տարածաշրջանը անկայունություն մեծնի երեք արաբական պետություններ էլ հորդորել են Թրամփին որպեսզի զերծ մնա ագրեսիայի Իրանի դեմ որովհետև ոչ մեկի շահերից չի բխում, միայն Իսրայելը պատերազմ ուզում, Իրանը էլ չի ուզում, Միացյալ Նահանգները պիտի զսպի Իսրայելին, որովհետև ամենամեծ անկայունություն մեծնող տարածաշրջանը Իսրայելը ամենաշատ ագրեսիա Իսրայելի կողմից է ամբողջ տարածաշրջանում իրենք էլ պատերազմ են ուզում են փորձում են օգտագործել նաև Միացյալ Նահանգները ներքաշեն պատերազմի մեջ Իրանի հետ եւ Միացյալ Նահանգների ձեռքով Իրանի հարցը լուծել պետք է տեսնենք այդ ազդեցությունը ինչ չափով է կարա հաղթահարի այդ ազդեցությունը Թրամփի հետ թե ոչ բայց Թրամփի շահից է բխում որ Իրանի հետ համագործակցություն համաձայնություն կա հիմա 5-րդ փուլ է գնացել եւ մենք մի կետի վրա շատ լուրջ հակասություններ ունենք Միացյալ Նահանգները ուրանի հարստացումը ընդհանրապես չի պիտի լինի Իրանում Իրանը պիտի կենի այդ ուրանը այլ երկրներից եւ Իրանի համար Իրանը հայտարարել է իմ համար կարմիր գիծ է ուրանի հարստացմանը
մինչև հիմա առաջին փուլից որ սկսենք զիջումներ Միացյալ Նահանգները արել է, սկզբանե խոսում էին ոչ միայն միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, այլ հերթիրների, Իրանի հերթիրների ծրագրի շուրջ տարածաշրջանում դիմադրական ուժերի Իրանամետ դիմադրական ուժերի շուրջ բանակցություններ ուզում վարել Իրանի հետ, բայց Իրանը ասես միայն միջուկային ծրագրի շուրջ պատրաստ եմ բանակցություններ անեմ, Միացյալ Նահանգները զիջեց այդ երկու կետը հանեց բանակցություններից, հիմա պետք է տեսնենք, որ կողմը զիջումներ կգնա կամ երրորդ տարբերակներ կարող է գտնեն, որովհետև Օմանը առաջարկներ է արել որբեսի մի քանի առաջարկ կա սեղանում, մեկ է այն է, որ կոնսենսուս լինի մի քանի երկիր արաբական պետությունները Միացյալ Նահանգները եւ Իրանը մի կազմակերպություն ստեղծեն, որը ուրանը հարուսացում Իրանի մասնակցությունով եւ Իրանը ստանա այդ ուրանը դա տարբերակներից մեկ է այդ փակուղից դուրս գալու համար, մյուսը ժամանակավոր համաձայնություն է Օմանը առաջարկել, որ ինչ որ մի տարի ու կես երկու տարի ինչ որ ժամանակավոր համաձայնություն կային Իրանը որոշ ժամանակավոր սարասնի իր ուրանի հարուսացմանը եւ նաեւ Միացյալ Նահանգները հրաժարվի որոշ բաժամիջոցներից Իրանի դեմ եւ պետք է տեսնենք ինչ տարբերակներ երրորդ երկու երկիրները վերջնական համաձայնություն կգան, բայց հիմա այդ հակասությունը կա ուրանի հարուսացման շուրջ։ Ասում եք Իսրայելն է այս ամեն ինչը հրահրում եւ փորձում է աջակցություն ստանալ ԱՄՆ-ից եւ օգտագործել Ադրբեջանին, օրերս նաեւ Ադրբեջանում օդանավակայան բացվեց։ Սա ինչ խնդիր էր, այսպիսով ինչ խնդիր են ուզում լուծել։ Միանշանակ բոլոր այդ համագործակցությունները, որ Իրան, Ադրբեջան եւ Իսրայելի միջև կան, Իրանի համար սպառնալիք են, Իրանը ուշադիր հետևում է այդ զարգացումները իրենց համագործակցությունը դրանով է պայմանավորված, որ Իրանը ուզում է մեծացնի իր ազդեցությունը Ադրբեջանում, որպեսզի կարողանա ինչ-որ չափով զսպի Ադրբեջանին այդ համագործակցությունը Իրանի դեմ բոլոր համագործակցություն ռազմական անվտանգությունը Իրանը հետևում է, դա Իրանի համար լուրջ սպառնալիք է եւ Իրան-Ադրբեջանի մինչեւ ամենամեծ հակասությունը դա է երկրորդը Զանգեզուրի միջանցք է, այդ հակասությունները մինչև կան, մենք չենք կարող դրական գնահատենք Իրան եւ Ադրբեջանի հարաբերությունները, քաղաքական դիվանագիտական հարաբերություններ կան, բայց խորել նաեւ խորը հակասություններ կա երկու երկրների մեջ, Իրան եւ Ադրբեջանի հարաբերությունները Իրանը գործում է որպեսզի զսպի Ադրբեջանին ավելի շատ զսպող բնույթ ունի այդ հարաբերությունները, բայց Իրանը եւ Հայաստանի հարաբերությունները բնույթով այլ բնույթ են, ավելի անկեղծ են, ավելի եղբայրական են եւ Իրանի կողմից աջակցություններ կլինեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Նույնպես է շնորհակալություն։ Զրուցում էի ազգությամբ իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնիի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։